Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Գրոնոյին զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Փաշինյանը ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Մագդալենա Գրոնոն կարևորել է համաձայնագրի ստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ևս ընդունել է Մագդալենա Գրոնոյին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտապույտ կնքելու խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն։ Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի ազգային ժողովի նախագահ Չանտան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, նշել, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել, ինչին ի պատասխան Չանտան Մանը նշել է, որ Վիետնամը աջակցում է երկու երկրների միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին։ Ալեն Սիմոնյանը Վիետնամի ազգային ժողովի նախագահի ուշադրությունը հրավիրել է նաև Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։ Հանդիպման ավարտին երկու երկրների ազգային ժողովի նախագահների կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության մասին համաձայնագիրը։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Միրզոյանը և Լավրովը փոխանակվել են ուղերձներով։ Ներկայացնենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուղերձը։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ։ Այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են, հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը, հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։ Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը եւ նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ Ցանկանում եմ ձեզ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա եւ հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին խաղաղություն եւ բարգավաճում։ Պետական դպրոցների շուրջ 32%-ը անցել է կառավարման նոր ձևաչափի։ Կառավարության նիստին այս ոլորտին ուղղված նոր նախագիծը ներկայացնելիս նախարար Ժաննա Անդրեասյանը ասել է, որ գործընթացը ի հայտ է բերել մի շարք խնդիրներ։ Ավելի լավ է այդ խնդիրները ձևակերպել ու հասկանալ, որ այս իրավիճակ ունեն, որպեսզի կարողանանք նաև լուծումների գնալ եւ ճիշտ է, որ այստեղ աջակցության կարիք կա ու մենք մի փորձնական ծրագիր ենք արդեն մի քանի ամիս է մեկնարկել, ընտրել ենք 60 հոգի, որոնք մեր գործընկերների հետ համատեղ անցնում են առանձին դասընթացների շարք, որը պետք է օգնի ավելի լավ պատրաստվել եւ այդ պիլոտային ծրագրի ամփոփումից հետո նաև կհասկանանք, թե ինչ բովանդակության դասընթացներ պետք է հնարավոր դարձնենք դպրոցի տնօրենների հավակնորդների համար, որպեսզի վերջիններս նաև կարողանան պատրաստվել դպրոցը կառավարելուն։ Չնայած պետք է ցավով ասեմ, որ իրականում մենք այդ խնդիրը նկատում ենք ոչ միայն այն մարդկանց մոտ, ովքեր որ նախկինում դպրոցի տնօրեն չեն եղել եւ հիմա դիմում են այդ պաշտոնի համար, այլ նաև մարդկանց մոտ, ովքեր որ մեկ շրջափուլ, որը 5 տարի է կամ 2 շրջափուլ կամ ավել աշխատել են որպես դպրոցի տնօրեն։ Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք եւ սկսենք կառուցել սրա վրա, որպեսզի մարդկանց մոտ դիմադրություն չառաջանա, որ այս եկել են մենք ես այսքան տարվա մանկավարժ եմ, եկել են ինձ սովորեցնում են։ Ոչ մեկին ոչ մի բան չի սովորեցնում։ Մենք առաջին հերթին ինքներս ենք ուզում սովորել եւ պետքա սովորենք։ Եվ ամոթ բան չկա, ելի եմ ասում։ Այո, մենք ավտոմեքենա վարելուց
Հա, գալիս է տարվա վերջում աղմուկ է։ Այս ոստիկանությունը սա ձախողել են, այսքան վթար կա, այսքան զոհ կա։ Ոչ մեկ չի ասում, Ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտենք։ Դե եկեք գնանք բան անենք։ Հիմա կներեք, մենք որ տարբեր տեղերում ատեստավորում ենք անում, չէ, ճիշտ ենք անում։ Ուզում ենք որակավորումը ստուգենք։ Դե եկեք ասենք, դե որ ուրեմն մեր մոտ sense մեծ հանրային խնդրեմ է եւ այո անվտանգության խնդրեմ է, մեր երկրում վթարների մեծ քանակը եւ զոհերի մեծ թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք, երթևեկությունը սկսենք ոտով քայլել նախ, առողջ ապրելակերպի կանցնենք, համաձայնենք։ Ես այդ բանը, այդ ընդհանրապես էդ էլ է շատ մեծ ֆունդամենտալ խնդրեմ, որը մեկը կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել, հարցը այդ չի։ Կառավարությունը ամեն ինչի միշտ ամեն ինչի պատասխանատուն է։ Բայց մարդը բանը անում, խմում, գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուրս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Այս ինչա զոհերի թիվը, այս ինչքան հասավ ստեղ։ Լավ, սեն չի լինի, ժողովուրդ ջան։ Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար։ Մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են, համատարած։ Համատարած մարդիկ ղեկին նստում են դրա իրավունքը չունենալով, որովհետև ունեն ոչ թե կեղծված են, այլ կեղծ են։ Այն կեղծվածներն էլ հլա իրանց հերթին, կեղծվածների խնդիրն էլ առանձին կա, բայց նույնիսկ չկեղծվածները կեղծ են։ Ստեղ է մեր խնդրեմը։ Եվ տենց շղթայական ամեն ինչը։ Ու պետք է հասկանանք, այսինքն հասկանալու ձևը էսա։ Մենք հլավոր բան ենք անում, այն ժամանակ հլը նոր եկել ենք սենց տառապելով, որ չենք կարում հարցը լուծենք, եկել ենք այս եզրակացության։ Բա պատկերացնեք, մենք սկսենք այս եզրակացությունից։ Մենք հենց այդ կանխապարկածով ենք եղել, որ այդտեղ պետք է զգուշ լինել, բան չլինել եւ այլն, բայց իրողությունները լրիվ ուրիշ բան են ցույց տալիս։ Եվ պետք չի ուրիշների մասին խոսել, ուրիշներին նեղացնել, հա արձանագրենք, որ բոլորս այս նույն տրամաբանության մեջ ենք, պլյուս մինուս մի քիչ, բայց միջին վիճակագրորեն բոլորս այս նույն տրամաբանության մեջ են։ Տիկին Անդրեասյան, դե այս թեմաների շուրջ աշխատանքային կարգով է քննարկենք եւ մտածենք, եւ մեր մյուս գործընկերներին է խնդրում եմ իրանց ոլորտներում մի հատ այս դիտանկյունից նայեն հարցերին։ Շատ կարեւոր բան է։ Այս դիտանկյունից ես խոստանում եմ բոլորիդ, որ ես ինքս ինձ չեմ ուզում ասեմ նայում եմ, նայել եմ, կնայեմ այդ դիտանկյունից։ Խոստանում եմ պաշտոնապես, բայց խնդրում եմ, որ բոլորս ամեն մեկս մեզ եւ մեր ոլորտներին այս դիտանկյունից նայենք։ Երեկ վարչապետ Փաշինյանը ներկա եղել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը։ Նա շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, կենտրոնի հագեցվածությանը։ Նշվել է, որ առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ռադիոթերապևտիկ մասնաշենքը հագեցվել է ամերիկյան հայտնի ընկերության վերջին սերնդի ճառագայթային բուժման արագացուցչային համալիրով, իսկ ևս երկու բազմաֆունկցիոնալ գերժամանակակից բժշկական արագացուցիչներ նախատեսվում է տեղադրել առաջիկա ամիսներին։ Ըստ պատասխանատուների ժամանակակից հանրաժեշտ սարքավորումներով հագեցած մասնաշենքում կմատուցվեն որակյալ եւ հասանելի բժշկական ծառայություններ, արդյունքում բուժառուները կստանան ամբողջական, ճշգրիտ եւ միջազգային չափանիշներին չզիջող բժշկական օգնություն։ Միջազգային նորություններին հետևեք տեսաշարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային պատերազմ է սկսում աշխարհի հետ, ավելի քան 2 ամիս նախապատրաստվելով իր երկրորդ նախագահական ժամկետի գլխավոր իրադարձությանը։ Սպիտակ տան Վարդերի այգում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփը ապրիլի 2-ը հռչակել է որպես Ամերիկայի ազատագրման օր։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում մտցնում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր։ ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով։ Իդեպ 185 երկրների ցանկում չկա Ռուսաստանը։ Սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է, սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիրն է։ Մենք Ամերիկան դարձյալ կդարձնենք մեծ ու հարուստ։
Մեր երկիրը 50 տարուց ավելի է, ինչ խեղդված է, դա այլևս չի կրկնվի։ Ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքերի սահմանման հետևանքով Միացյալ Նահանգներում ստեղծված տնտեսական իրավիճակի եւ առևտրային բալանսի դեֆիցիտի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթում։ Այսօր Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ արտաքին առևտրային եւ տնտեսական քաղաքականությունը ստեղծել է ազգային արտակարգ իրավիճակ եւ նրա հրամանով պատասխան մաքսատուրքեր են սահմանվում ամրապնդելու Միացյալ Նահանգների միջազգային տնտեսական դիրքերը եւ պաշտպանելու ամերիկացի աշխատողներին։ Փաստաթղթում նշում է, որ մշտական առևտրային դեֆիցիտը ավերել է ԱՄՆ արտադրական բազան, ոչ մի խթան չի թողել արտադրական կարողությունները ընդլայնելու համար, խաթարել է մատակարարման կարևոր շղթաները եւ թողել ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրը կախված արտաքին հակառակորդներից։ Իդեպ ԱՄՆ նախագահը ներմուծումների 10% մաքսատուրք է սահմանել նաեւ Հայաստանի համար։ Թրամփը հրապարակել է մաքսատուրքերի ցանկում ընդգրկված երկրները։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը արձագանքելով Թրամփի սահմանած մաքսատուրքերին տեսակետ է հայտնել, որ Հայաստանի տնտեսության որոշ առանցքային ոլորտներ կարող են էականորեն տուժել։ Հայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց, գրեթե բոլոր պետություններն ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր, այսինքն մեխանիզմ, որի միջոցով Միացյալ Նահանգները մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։ Սա իհարկե նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում Միացյալ Նահանգների շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի եւ ալկոհոլի արտահանումը։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Վաշինգտոնում է։ Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումից ի վեր Դմիտրիևը ռուսաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Վաշինգտոն։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն Ռուսաստանում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների, այդ թվում Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ, ով նաև ներգրավված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շրջբանակցություններում։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ պետքարտուղարությունը նախորդին սառեցրել է Դմիտրիևի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նա կարողանա ԱՄՆ մուտքի վիզա ստանալ։ Թե ինչ են քննարկել Դմիտրիևը եւ Ուիթքոֆը, առայժմ չի հաղորդվում։ Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ծրագրային թռիչք իրականացնելիս կործանվել է Tu-22M3 ինքնաթիռ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վթարային վայրեջք կատարելիս զոհվել է 4 հոգանոց անձնակազմի անդամներից մեկը։ Հաղորդվում է, որ նախնական տվյալներով ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբձևը Telegram-ում պարզաբանում է, որ Tu-22M3-ը կործանվել է Բոխանսկի շրջանի Բուրետ գյուղի մոտ։ Ինքնաթիռն ընկել է անմարտաբնակ տարածքում եւ ավերածություններ չի պատճառել, հրդեհ նույնպես չի առաջացել։ Դեպքի վայր ժամանած որոնողափրկական խումբը անձնակազմի անդամներին տարհանել է օդանավակայան։ Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի, ավելի քան 4715 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտարարել է Մյանմարի իշխանությունը։ Ապրիլի 1-ից երկրում հայտարարվել է մեկ շաբաթյա սուկ։ Երկրաշարժից մի քանի օր անց շենքերի փլատակներում մնացածներին կենթանի գտնելու հույս գրեթե չկա։ Փրկական աշխատանքները դժվարանում են մինչև 40 աստիճան հասնող շոկ եղանակի պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է արտակարգ դրության ամենաբարձր մակարդակ երկրում հիվանդության տարածման սպառնալիքի պատճառով։ Մյանմարի իշխող ուժը հայտարարել է քաղաքացիական պատերազմի ժամանակավոր հրադադարի մասին տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Առայժմ այսքանը, մեր հաջորդ թողարկումը ժամը 18-ին է։